կողմից ներկայումս ուսումնասիրվում է Մեծ Բրիտանիայի իրավական համակարգը, բավականին զարգացած իրավական համակարգ է եւ շատ հետաքրքիր ինստիտուտներ կան ներկայումս ներդրված եւ շատ հետաքրքիր ինստիտուտ կա, դա կոչվում է անգլերեն Undertaking ինստիտուտը, որտեղ ըստ էության փաստաբանները, իրենց solicitor, այսպես ասած, փաստաբանները ունեն իրավական հանձնառության ինստիտուտն է, որը վերաբերվում է փաստաբաններին, որոնք ըստ էության մասնագիտական իրենց գործունեության շրջանակում տալիս են իրավական հանձնառություններ, որոնք հավասարեցվում են, այսպես ասած, իրավական երաշխիքներին, այսինքն կա իրավական խոստում փաստաբանի կողմից եւ շատ լայն կիրառվում է, որը ունենում է որոշակի նաեւ իրավական հետևանքներ, որը շատ լայն կիրառվում է Մեծ Բրիտանիայում եւ մի շարք այլ եվրոպական երկրներում, իհարկե այլ անվանումների տակ, բայց գրեթե սկզբունքը նույնն է։ Թիմի կողմից քննարկվում է ինչպես այս համակարգը փորձել ներդնել Հայաստանի Հանրապետությունում իրավական դաշտում, ներկայումս մեր կողմից քննարկվում է իրավաբանական համայնքի, ինչպես նաև օրենսդիր մարմնի հետ սրա շուրջ կազմակերպելու քննարկումներ եւ փորձել ներկայացնել այդ համակարգի, այսպես ասած, դրական հատվածները, թե ինչու է պայմանավորված նման ինստիտուտի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում եւ հույսով ենք, որ կարողանանք ունենալ բավականին հաջողված եւ արդյունավետ քննարկումներ մեր եւ գործընկերների եւ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ։ Իհարկե մեր համակարգի համար գրեթե նոր ինստիտուտ կլինի եւ բավականին ինչ-որ ժամանակ պետք է անցնի, որպեսզի մենք բոլորս սովորենք այդ ինստիտուտին, ինքը իրանից ինչ է ներկայացնում, դա ըստ էության փաստաբանի դերի եւ հեղինակության բարձրացմանն է միտված, ինչպես նաեւ դա միտված է գործարքների արագ եւ կանխատեսելի իրականացնելու համար։ Ինչ է իրանից ներկայացնում այդ Undertaking ինստիտուտը, որը թարգմանում ենք որպես այդպիսին իրավական հանձնառություն փաստաբանի կողմից, ավելի մատչելի լեզվով ասեմ, դա փաստաբանի խոստումն է որոշակի գործարքները կատարելուն ուղղված կամ հանձնառություն է որոշակի գործողություններ իրականացնելուն։ Այսինքն, ինչ է իրանից ներկայացնում, օրինակ անշարժ գույքի առվաճառքի, այսպես ասած, գործարքներում մենք ինչ ենք անում, մենք ստիպված գնում ենք նոտարական գրասենյակներ, բերում ենք կադաստրից փաստաթղթեր, արդյոք կան խոչընդոտներ գործարքները կնքելուն կամ եւ այլն, մի խոսքով իրանից ներկայացնում որոշակի այլ լրացուցիչ քայլեր իրականացնելու գործընթացներ, բայց այդտեղ ինչ է տեղ ունենում, օրինակ պատկերացնենք մի իրավիճակ, երբ որ անշարժ գույքը վաճառվում է, բայց այդ անշարժ գույքը գրավադրված է ինչ-որ մի բանկում, մի այլ առևտրային բանկում։ Ինչ է այդտեղ տեղ ունենում, փաստաբանը գնորդ փաստաբանի հետ պայմանավորվում է, խոստում է տալիս, որ այ որոշակի գումար ստանալուն պես այդ գումարը կհատկացնեն իր ֆինանսական պարտավորությունները կատարելուն եւ ազատելուն այդ բնականը կամ անշարժ գույքը փաստաբանի նման խոստումը, որպես այդպեսին կարողացնի գործարքի իրականացմանը, ինչպես նաև կանխատեսելիությանը։ Փաստաբանը տալիս է այդ խոստումը, որ կանի որոշակի գործողություններ, կիրականացնի այդ խոստումը եւ չկատարելը կունենա իրավական հետևանքներ ընդհանուր միջև իր արտոնագրից զրկելու եւ այլ ֆինանսական պատժամիջոցներին։ Մեծ Բրիտանիայում օրինակ իրենց Solicitors Regulation Authority SRI կողմից այդ արտոնագրի չեղարկմանը արգելելու նման փաստաբանը, եթե վերջինս չի կատարում այդ իր խոստումը, ունենում է այն նման հետևանք, որ արտոնագրից զրկում են ընդհանուր նաև ֆինանսական, կարգապահական եւ իրավական այլ հետևանքներ։ Եվ նույնիսկ ընդունենք մի իրավիճակ, երբ փաստաբանական գրասենյակի փաստաբանը տալով նման խոստում, ամբողջ փաստաբանական գրասենյակը պարտավորված է այդ խոստումը ի կատարածելուն։ Լայնորեն կիրառվում անշարժ գույքի գործարքներում, նաև որոշակի այլ գործարքներում, որտեղ ըստ էության փաստաբանի հանձնառությունը հավասարեցվում է այ իրավական երաշխիքին։ Այսինքն ամեն ինչ արվում է այդ փաստաբանի կողմից, որպեսզի խոստումը ամբողջությամբ կատարածի մեր փաստաբանների, այսպես ասած, համայնքի համար նոր գործիք կլինի, բայց սա միտված է փաստաբանի հեղինակությունը եւ ինչու՞ չէ նաեւ իր արդյունավետությունը, այսինքն իր մասնագիտական գործունեություն ծավալելուն ուղղված բավականին լուրջ եւ գրեթե հեղինակությունը բարձրացնող մեխանիզմ։ Ունենում ենք իրավիճակներ, երբ որ որոշակի գործարքներ կան, օրինակ անշարժ գույքի հետ կապված գործարքները
միջև կնքվում են, միջև իրավունքները փոխանցվում են, միջև գրանցվում են, տևում են բավականին երկար ժամանակ, հենց այս փաստաբանի նման իրենց իմպերատիվ բնույթ կրող այդ հանձնառությունը ստանձնելը ըստ էության կարողացնի այդ գործակներին ավելի արագ եւ արդյունավետ, ինչպես նաև կանխատեսելի իրականացնելու համար։ Հաճախ մենք հանդիպում ենք, շատ է եղել, որ նման պայմաններում եղել են իրավիճակներ, որ փաստաբանը ինքը ասել է ես այս կոնկրետ այս իրավիճակում դնում եմ իմ հեղինակությունը, իմ արտոնագիրը, որ կստանձնեմ այս պարտավորությունը եւ կատարկացեմ, բայց դա որպես իրավական գործիք չի կարող կիրառվել։ Մենք գիտենք, հա, դա զուտ հեղինակությունից բխող որոշակի հետևանքներ կարող են առաջացնել, բայց այս առումով, եթե մենք ներդնենք այս համակարգը, դա կունենա բավականին իրավական հենք, կարծում եմ իրանց բխի իրավական ակտերում որոշակի փոփոխություններ կատարելուն, սկսած փաստաբանի մասին օրենքից, վերջացրած քաղաքացիական օրենսգրքում եւ այլ իրավական փաստաթղթերում, քանի որ ըստ էության դա նոր գործիքակազմ է։